Փաստը, որ մարտի 21-ին Թուրքիայի կողմից հայաբնակ Քեսափ քաղաքը դարձավ թուրք վարձկանների եւ իսլամիստ ծայրահեղականների հարձակման թիրախ, վկայում է այն մասին, որ պաշտոնական Անկարան մինչ այսօր շարունակում է իր հայատյաց եւ կոշտ քաղաքականությունը։ Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով Թուրքիան օգտվել է այն հանգամանքից, որ միջազգային հանրության եւ գերտերությունների ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի եւ Ղրիմի շուրջ տեղի ունեցող դեպքերին։ Հերթական անգամ պաշտոնական Անկարան հետապնդում է իր քաղաքական եւ շահադիտական նկատառումները, համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Հարձակումները հայկական Քեսաբավանի վրա սիրիական ռազմական օդանավի խփվել է թուրքական օդուժերի կողմից ցույց է տալիս հետևյալը, որ կրկին Արևմուտքը եւ Թուրքիան կողմնորոշվել են դեպի Սիրիա, այսինքն կրկին ակտիվացնել գործողություններ ընդդեմ Ասադի։ Իհարկե այս համատեքստում Թուրքիան ունի իր սեփական շահերը։ Անդրանիկ Իսպիրյանը մեծ հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ այս կերպ Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Սիրիայում։ Թուրքագետի խոսքերով պատահական չէ, որ ընտրվել է հայաշատ Քեսափ շրջանը։ Հայության խնդիրը այնտեղ բնակվող նրա համար բավականին խթաներ լուրջ խթաներ հայերի դեմ գործողություններ իրականացնելու համար եւ ահաբեկիչներին հատուկ հայկական շրջաններ ուղղորդելու համար։ Պատահական չէ, որ վերջի շրջանում, վերջի Քեսաբի իրադարձությունների ժամանակ ահաբեկիչների խոշոր խմբավորումներ հենց Թուրքիայի տարածքից են ներխուժել եւ անհաջողության մի որոշ ժամանակ մատնվելով Թուրքիայի կողմից ասում են նույնիսկ տանկային հարվածներով են աջակցություն ստացել։ Թուրքիան այս ճգնաժամը բացի իր այսպես մեծ աշխարհակաղակական խնդիրներից լուծում է նաև շատ կոնկրետ խնդիր կապված Սիրիայի հայության հետ։ Այսինքն նա ձգտելու է հնարավորինս հայաթափել Սիրիայի տարածքը հայերից, ինչու, որտեղ Սիրիայի հայ համայնքը դա կազմված է հենց ցեղասպանության վերապրողներից, նրանք են հիմնադրել, նրանց զավակներն են շատ վառ է այնտեղ հիշողությունը ցեղասպանության մասին, բացի դրանից այստեղ գործում են եւ բազմաթիվ դպրոցներ, կազմակերպություններ, այսինքն շատ ուժեղ է հայկական ոգին համայնքի։ Իսկ այս պարագայում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն հայաստանյան իշխանությունները, մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը տեղի հայերին աջակցություն ցույց տալու համար։ Փորձագետների կարծիքով անմիջական միջամտություն սիրիական ճգնաժամին Հայաստանը իզորու չէ ցուցաբերել, քանզի դա նշանակում է միջամտություն ինքնավարպետության ներքին գործերին։ Սրանից զատ նույնիսկ գերտերությունները տևական ժամանակ է արդեն չեն կարողանում քաղաքացիական պատերազմը կարգավորելու ելք գտնել։ Բանախոսները շեշտում են, որ այս դեպքում առավելագույնը, որ կարող է անել մեր երկրի իշխանությունները, դա այն է, որ պետք է հնարավորինս փորձեն միջազգային հանրության ուշադրության դիտակետում պահեն նաև այս ճգնաժամը եւ մասնավորապես զգոն լինեն Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ որդեգրած քաղաքականության նկատմամբ։ Առաջի խնդիրը երևի այն պետք է լինի, որ պետք է մտահոգվենք Քեսաբահայության անվտանգության հարցերի շրջանակներում։ Դրա համար պետք է մի հատ առաջինը երևի ազգային անվտանգության շատ արտակարգ նիստ հրավիրել, որտեղ կքննարկվեն, թե ինչպես կարող են ինքնաթիռներով, ամբողջ հայությունով օգնել այդ բնակչությանը առաջինը տեղափոխել ապահով տեղ կամ միգուցե հենց տեղ տրամադրել Հայաստանում, դրա հետ միասին բոլոր հումանիտար կարիքների խնդիրների հարցերը լուծել եւ փորձել այնպես անել, որ այնուամենայնիվ որևէ մի հայի այլևս այդպես ասած գլխից մաս չպակասի սիրիահայությանը, քանի որ իսկապես իրավիճակը անցել այն խնդիրների շրջանակը, որտեղ մենք պետք է մտահոգվենք մեր հայրենակիցների ֆիզիկական կյանքի իմաստով։ Պետք է մենք այդ մեր բողոքի ձայնը հնարավորինս լսելի դարձնենք աշխարհին։ Դա առաջին խնդիրն է, որ սա այսպես անուշադրության չմատնվի համաշխարհային ԶԼՄ-ների կողմից եւ պետական պաշտոնական մարմինների կողմից։ Ես կարծում եմ նաեւ պետք է մենք կարողանանք համագործակցել սիրիական իշխանությունների հետ։ Փորձագետների կարծիքով սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր չի լինի իրագործել առանց արտաքին ազդակների միջամտության, իսկ քանի դեռ արտաքին գործոնների ուշադրությունը շեղված է այլ ուղղությամբ, ապա Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմը դեռևս չի դադարի։ Դիանա Դավթյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։